Մայիսի 1-ը պարզապես օրացույցային օր չէ, այն մարդկանց մասին է, որոնք ամեն առավոտ արթնանում են ստեղծելու, կառուցելու, հոգ տանելու, սովորեցնելու։ Բոլորին միավորում է մեկ ընդհանուր արժեք՝ աշխատանքը։ Գրադարանավարի դերը շատ բարձր եմ դասում ընթերցողների կրթության հարցում, մենք կարողանում ենք օգնել իրենց ճիշտ ընտրություն կատարել տարբեր թեմաների շուրջ։ Իսկ կոնկրետ իմ աշխատանքը ես դասակարգում եմ գրադարանի գրքերը տարբեր ոլորտների։ Ես ցանկանայի, որ դուք պատկերացում կազմեիք ու այդ ժամանակ դուք կզգայիք, թե ինչքան հետաքրքիր ու բազմաբովանդակ է մատենագետի աշխատանքը գրադարանում։ Քանզի գիրքը դասակարգելու համար ես առաջի հերթին ուսումնասիրում եմ գիրքը ու նոր գտնում ոլորտը։ Եթե սիրում ես աշխատանքդ, կարծում եմ բոլոր դժվարություններ կհաղթահարեք։ Դուք որպես աշխատավոր ինչ ունեք ասելու մյուս աշխատավորների։ Մեր աշխատավորների առհասարակ Մայիսի 1-յան։ Կցանկանամ, որ իրանք միշտ ունենան աշխատանք։ Քանի մարդկությունը կա, այս պահանջարկը կա, այս գործը լինելու է, բայց ինքը մահացող է, ոնց որ ջահելությունը չեթա սրա վրա։ Քանի որ կա այսի, էլ այս գործը ջահելները չեն անի։ Դե որ չսիրեմ չեմ գա, էլի։ Ինչպես է սկսվում առավոտը։ Ինչպես։ Գործի ընդունումով, գործի բաստողումով, որը գալսա կոշիգա տանեմ, որը սունկայա բերեմ, կոշիգա բերեմ։ Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։ Բացի այդ, կրթմա, նեղ պայերից հանումա։ Շնորհավորում եմ բոլորի աշխատանքային օրը, մայիսի 1-ը, թող բոլորը պրոֆեսիոնալ լինեն իրանց գործում, ինչ աշխատանք որ ուզում կատարել։ Ասենք ես իմ գործից գոհ եմ, մարդիկ գալիս են, ճիշտ է, անշնորհակալներ են, բայց շնորհակալ հայտնողները շատ են։ Կարծում եմ, որ շատ կարևոր է բուժքրոջ, բժիշկի աշխատանքը, քանի որ մենք գործ ունենք մարդկանց, նաև հիվանդ մարդկանց հետ, եւ մենք շատ սիրով կատարում ենք մեր աշխատանքը, շատ բարեհամբույր։ Ինչու եք ընտրել բուժքրոջ մասնագիտությունը։ Երևի օգնելու ցանկությունը, ինչ որ բանով կարեկից լինելու մարդկանց, ինչ որ բանով կարողանալ օգնել։ Որոշ առումով այո, դժվար է։ Նախ դու պետք է մտնես այդ պահին այդ մարդու դրության մեջ։ Ունենալով որոշ չափով որոշակի փորձ աշխատանքային, արդեն կարողանում ենք հասկանալ այդ պահին ինչպես պետք է վերաբերվել, այդ պահին ինչպես պետք է հարցին լուծում տանք, մտնել այդ պահին մարդու դրության մեջ։ Շնորհավորում եմ մայիսի 1-ը բոլոր աշխատավորների, ուզում եմ, որ լինեն առողջ, միայն պրոֆիլակտիկ նպատակով դիմեն բժշկական կենտրոն։ Լինեն առողջ ամենակարևորը։ Մասնագիտությունը ես շատ եմ սիրում, բնածին երևի յուրաքանչյուր աշխատանք հարգի է ու միաժամանակ բոլոր աշխատանքը նա պատվաբեր, գործանելը պատվաբեր է, բնական է դա։ Մեր առօրյան սկսվում է առավոտ աշխատանքի վայրից, մտնում ենք աշխատանքի վայր, շպիտով, բնական է, հարազատ դեմքեր, ընդունում ենք մեր հաճախորդներին, ինչ-որ կար գնա։ Շնորհավորում եմ բոլոր աշխատողներին։ Ես 30 տարի աշխատում եմ որպես դերձակ։
Հարկ Աստծո, ես իմ աշխատանքից շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ։ Ես իմ աշխատանքը շատ սիրում եմ։ Դեռ դպրոցական տարիներից ես աշխատանքի ուսուցում ունեինք մենք։ Միշտ սիրել եմ կարելը, մեր դպրոցում կարի արհեստանոց ունեինք, որ մենք միշտ աշխատել ենք այդ արհեստանոցում, կարել ենք։ Մանկապարտեզի հոտը միշտ մանկության հոտն է, չէ՞։ Այո, միանշանակ։ Որքան ժամանակ է մանկապարտեզում եք աշխատում։ Բավականին երկար տարիներ են արդեն 15+։ Չեք փոշմանել մասնագիտության ընտրության հարցում։ Բոլորովին։ Չեմ հիշում, թե որերորդ ծերունդն եմ արդեն կրթում, բայց հավատացած եղեք, ոչ թե բոլորին գիտեմ կամ հիշում եմ անուններով, այլ շատերի հետ 80%-ի հետ երևի թե կապ ունեմ եւ ժամանակ առ ժամանակ հանդիպում ենք։ Հետաքրքիր է, բայց ոչ ոք չի մոռացվում։ Յուրաքանչյուր իր բնավորությամբ մեր աշխատանքի ամենադժվար հատվածը երևի թե ադապտացիոն փուլն է։ Եվ ձեզ ավելին ասեմ, ու փոքրիկ գաղտնիք բացեմ, ադապտացիոն փուլը ավելի շատ միտված է ծնողներին, հետոնոր երեխաներին։ Երբ ծնողները ադապտացվում են խմբին, խմբասենյակին, դաստիարակին, երեխաների ադապտացումը միանշանակ տասնապատիկ հեշտանում է։ Գիտեք, այս փոքրիկների մաքրությունն այնքան շատ է, նրանց չես կարող խաբել ոչ մի կերպ։ Եթե նույնիսկ գործը գերազանց անես, բայց երեխաներին սեր չտաս, երեխաները դա նկատում են։ Ու գաղտնիքը հենց դրանում է, որ ուզես թե չուզես, անկախ քեզանից նվիրվում ես գործին, վարակվում ես այդ գործով ու դառնում ես մանկապարտեզի մի մասնիկ։ Գծեր, գծեր, երկաթ գծեր, դեռ գնում է գնաց գծեր, մեկ էլ հետին վագոնից, գետնին թափվեց մի պար բրինձ։ Այսօր նաև մեր տոնն է, չէ՞ որ մենք եւս աշխատավոր ենք, միայն թե տոնական օրով աշխատում ենք, որպեսզի ձեր օրը առավել հետաքրքիր կազմակերպենք։ Շնորհավոր մայիսի 1։